2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները հանգեցրեցին ազգային ողբերգության և մեծ կորուստների։ Եվ շատ մարդիկ, որոնք 2018 թվականին անկեղծ փոփոխություններ են ցանկանում, ուզում են մի իրավիճակից անցում կատարի այլ իրավիճակի երկիրը և այն խնդիրները, որոնք կային ինչ-որ ձևի լուծում գտնեին։ Եվ նաև այդ մարդիկ ինչ-որ առումով մեղքի զգացողություն ունեն։ Եվ պատահական չի, որ հիմա նորից 18 թվականի խնդիրը դրվել է հանրային կյանքում որպես հարցական, և մարդիկ ուզում են հասկանալ այնուամենայնիվ ով էր մեղավոր, ինչ է տեղի ունեցել։ 2018 թվականին դա հեղափոխություն էր, թե հեղափոխություն չէր, թե դավադրություն էր, այնուամենայնիվ այդ մարդիկ, որոնք դուրս էին եկել փողոց, իրենք հեղափոխական տրամադրություններ ունեին և իրենք ուզում էին հեղափոխական փոփոխություններ։ Եվ այստեղ առաջանում է հարց. արդյոք այն պրոցեսը, որը 18 թվականից սկսվել է և շարունակվում է մինչև հիմա, ունի անալոգներ, նմանություններ այլ հեղափոխությունների հետ։ Օրինակի համար ֆրանսիական հեղափոխության, 17 թվականի ռուսական հեղափոխության կամ 1930-ական թվականներին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի հետ։ Ես կարծում եմ, որ անկախ նրանից դա հեղափոխություն է, թե հեղափոխության իմիտացիա է, այնուամենայնիվ կան որոշ բնորոշ փուլեր, որոնք անալոգիաներ ունեն, որոնք ունեն նմանություններ, և սա մեզ համար ինչի է կարևոր, որպեսզի մենք հասկանանք արդյոք հայ ժողովուրդը տարբերվում է ուրիշ ժողովուրդներից, թե կան բնական պրոցեսներ, որոնք ցանկացած հասարակությունում տեղի են ունենում, և երկրորդը, այս անալոգները մեզ կօգնեն հասկանալ, թե այս փուլից հետո որտեղ գտնվում է այսօրվա Հայաստանը, ինչ կարող է մեզ սպասել, և այդ հարցի պատասխան գտնելը չափազանց կարևոր է։ Հիմա մենք գանք այդ օրինաչափություններին։ Առաջի օրինաչափությունը այն էր, որ և ֆրանսիական հեղափոխության ժամանակ, և ռուսական, և իսպանական քաղաքացիական պատերազմի ժամանակ կար մի կարևորագույն խնդիր՝ արտասահմանյան լրտեսների հարցը, որովհետև ֆրանսիական հեղափոխության ետևում կանգնած էր Բրիտանիան, որոնք ֆինանսավորում էին այդ հեղափոխությունը, և նույնիսկ գինը հայտնի էր, որովհետև նախկին վարչապետը Պիտ Կրտսերը ասել էր, որ ֆրանսիական հեղափոխությունը մեր վրա նստեց 25 միլիոն ֆունտ ստերլինգ։ Մինչև այդ Ֆրանսիան օգնում էր Ամերիկայի անկախության շարժմանը Բրիտանիայի դեմ, և սա ինչ-որ առումով փոխադարձ պատասխանն էր։ Եվ երբ որ գիլյոտինը Ֆրանսիայում սկսեց աշխատել, երբ որ հեղափոխականները հեղափոխականներին գլխատում էին, հիմնական մեղադրանքներից մեկը այն էր, որ սրանք բրիտանական լրտեսներ են և ժողովրդի թշնամիներն են։ Պատահական չի, որ նաև ռուսական հեղափոխության ժամանակ, երբ որ նախկին իշխանության ներկայացուցիչներին խնդիրները, հարցերը լուծեցին, արդեն հեղափոխականները սկսեցին միմյանց ոչնչացնել, ինչպես ֆրանսիական հեղափոխության ժամանակ, և նույնպես հիմնական մեղադրանքը դա արտասահմանյան լրտես լինելն էր և ժողովրդի թշնամի լինելն էր։ Նույն պրոցեսը տեղի էր ունենում նաև Իսպանիայում 1930-ական թվականներին, երբ որ ամբողջ աշխարհից կարմիրները և ձախերը լցվել էին Իսպանիա հանրապետականների ճամբարում և պայքարում են ազգայնականների դեմ, նրանց նույնպես Ֆրանկոյի կողմնակիցները, ասենք ֆալանգիստները, այսինքն պահպանողականները համարում են արտասահմանյան լրտեսներ և նույնպես որպես հայրենիքի թշնամի գնդակահարում են առանց դատի և դատաստանի։ Եվ այսօրվա Հայաստանում նույնպես այդ մեղադրանքը օդում թևածում է, որովհետև եթե 18 թվականին այնուամենայնիվ դավադրություն է եղել, իսկ ցանկացած հեղափոխություն, եթե լինենք անկեղծ, նաև դավադրություն է և ֆրանսիական, և ռուսական, և իսպանական, ապա այս կասկածանքը, որ այս մարդիկ օտարերկրյա լրտեսներ են կամ ազդեցության գործակալներ են, և նրանք աշխատում են Հայաստանի շահերի դեմ, և այդ հարցը դեռևս երկար է մնալու նաև Հայաստանում, և ապագայում նույնպես իր պատասխանը պետք է գտնի։
Մյուս օրինաչափությունը, որը կա, դա եկեղեցու նկատմամբ վերաբերմունքն է, որը նույնպես ունի նմանություններ։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ գնաց հիմնական հալածանքները կաթոլիկ եկեղեցու դեմ, եւ կաթոլիկ եկեղեցին համարվում էր նախկին կարգերի հոգևոր հիմքը, եւ եկեղեցու դեմ արդեն այդ պրոցեսները տեղի ունեցան, եկեղեցականներ զոհվեցին, մյուս եկեղեցականները ստորագրեցին թղթեր, որ հրաժարվում են եկեղեցու ունեցվածքից, եւ այդ ունեցվածքը անցնում է Ֆրանսիայի պետությանը, հանրապետականներին, եւ դա որոշ գնահատականներով մինչեւ Ֆրանսիայի տարածքների 1/3-ն էր, այսինքն ահռելի մի սեփականություն էր, եւ հաջորդ փուլում, երբ որ եկավ արդեն մեղմ իշխանությունը, դիրեկտորյան, հետո նաեւ Նապոլեոնը, ապա եկեղեցու հետ արդեն հաշտություն կնքվեց, որտեղ այսինքն ծայրահեղությունից գնում էին դեպի մեղմ զարգացման տարբերակ։ Նույնը նաև Ռուսաստանում տեղի ունեցավ, իհարկե եկեղեցու դեմ էր այդ ամբողջ շարժումը, բայց 1941 թվականի պատերազմի ժամանակ նույնպես քաղաքականությունը մեղմացավ եւ եկեղեցուն բազմաթիվ իրավունքներ տրվեցին եւ ինչ-որ առումով նաեւ հովանավորում են։ Նույնը Իսպանիայում 1930-ական թվականներին, որտեղ պահպանողականները կամ ազգայնականները հենվում էին կաթոլիկ եկեղեցու վրա եւ կաթոլիկ եկեղեցին արդեն հանրապետականներին հաղթելուց հետո նույնպես մեծ իրավունքներ ստացան եւ այստեղ նույնպես այդ օրինաչափությունը կա այսօրվա Հայաստանում 18 թվականից սկսված, երբ որ այսպես կոչված քաղաքացիական պայմանագիրը կամ հեղափոխական իշխանությունը եկավ Հայաստան, ապա նույնպես սկսեցին հալածել ըստ էության եկեղեցուն 18 թվականից սկսած եւ համարում են, որ եկեղեցին նախկին կարգերի հոգևոր հիմքն է, որտեղ նախկին իշխանությունները եկեղեցու հետ սերտ հարաբերություններ ունեն եւ դա պատահական չի, որտեղ եկեղեցին դա պահպանողականության հիմքն է։ Եվ հիմա եկեղեցին նույնպես հալածվում է եւ նորից ես կարծում եմ հաջորդ փուլում, եթե օրինաչափությունները հաշվի առնենք, ապա եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը հաջորդ իշխանության կողմից իհարկե կփոխվի։ Միջև մյուս օրինաչափություններին անցնելը ես ուզում եմ մի շատ հետաքրքիր կերպարի մասին խոսել, դա Ժան-Պոլ Մարատն է, եւ Ժան-Պոլ Մարատը նաեւ հետաքրքիր է նրանով, որ այսօրվա Հայաստանում նույնպես իր համարժեք կերպարը ունի, իհարկե ոչ այնպիսի մեծություն, ինչպես Մարատն է եղել, որտեղ Մարատը բացի նրանից, որ եղել է բժիշկ, ինքը եղել է նաեւ մեծ մտածող, ինքը իրավունքի մասին գրքեր է տպել եւ այդ գրքերը եւ աշխատությունները քննարկում են Վոլտերը, Ժան-Ժակ Ռուսոն, Նյուտոնը եւ այլն, այսինքն ինքը նման ազդեցություն ուներ եւ նաեւ 1791 թվականին Մարատը գրում է մարդու իրավունքների մասին իր տրակտատը եւ ապագա սահմանադրության մասին իր նախագիծը, որը 1793 թվականին ընդունված սահմանադրության վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Այսինքն Մարատը բավականին լուրջ եւ հետաքրքիր կերպար է եղել, բայց ինքը ունեցել է մի հետաքրքիր հատկություն, ինքը ծայրահեղական էր եւ Յակոբինների առաջնորդներից մեկն էր։ Եվ Մարատը տպում է մի թերթ այդ ժամանակ, որը կոչվում է Ժողովրդի բարեկամը։ Եվ Մարատին արդեն դիմում են որպես ժողովրդի բարեկամ։ Մարատի ծայրահեղությունը կայանում էր նրանում, որ ինքը ասում էր, որ եթե կա մարդիկ, որոնք ունեն չքավոր վիճակում են գտնվում, այսինքն անարդար է այդ հանրությունը, իրենց բնական իրավունքն է խլել մյուսներից այն, ինչ որ իրենց պետք է, եւ նաեւ համարում էր, որ պետության դերը նրա մեջ է, որ ինքը թույլ չտա, որ լինի աղքատների եւ հարուստների մեջ շատ մեծ տարբերություն։ Այսինքն դա պետության ֆունկցիան է, որ գա որոշակի տանելի հավասարություն լինի, հա։ Եվ Մարատը, երբ որ տպում է իր թերթը, այն ժամանակ պատերին էին կպցնում այդ թերթիկները, ժողովրդի բարեկամ կոչվող, որտեղ Մարատը բացահայտում էր ոչ միայն նախկին արիստոկրատների անօրինականությունները եւ անարդարությունները, այլ նաեւ նոր իշխանությունների իր համախոհների
ինքը նույնպես կոնվենտի անդամ էր, թե նրանք ինչպես են կոռուպցիայով զբաղվում եւ այլն եւ այլն, այսինքն Մարատը ծայրահեղ արդարության զգացողություն ուներ եւ նախկինների եւ ներկաների նկատմամբ եւ Մարատին սպանում է մի կին, մի արիստոկրատ կին, որը համարում է, որ Մարատը այս տերորի հեղինակներից եւ հիմքերից մեկն է լինում։ Եվ Մարատին, եթե մենք դիտարկենք որպես մի երևույթ, երբ որ հանրությունը այդ արդարության պահանջը ունի եւ ուզում է մեկը լինի, որ բացահայտի եւ նախկիններին եւ ներկաներին, ցույց տա այդ ամեն ինչը եւ դա կոչ անի, որպեսզի այդ բոլորը պատժվեն, ապա Հայաստանում նույնպես նման մի կերպար կա, ասենք Վարդան Ղուկասյանը, որ ինչ որ առումով ֆենոմեն է, որը բացահայտում է ճակերտներով կամ ինչպես նախկինների եւ ներկաների անօրինականությունները եւ կոչ է անում պատժելու եւ ինքը գալիս ասում է եթե դուք ինձ ընտրեք ես գալու եմ բոլորին պատժելու եմ բոլորը բանտերում են հայտնվելու բոլորը որոնք կեղեքում են ժողովուրդներին այսինքն հանրության մեջ նման կերպարի մի պահանջ կար եւ եթե Մարատը այսօրվա մեր այսօր ապրեր մեզ հետ ապա նա իհարկե կլներ ոչ թե թերթիկ կտպեր այլ կտպեր բլոգեր կլիներ եւ YouTube-ում հաղորդումներ կաներ եւ պատահական չէր որ Մարատի թերթը կոչվում էր ժողովրդի բարեկամը իսկ մեր անալոգիայի դեպքում դա հանրային ձայն է այսինքն հանրային արդարության ձայնը մյուս օրինաչափությունը որի մասին ես ուզում եմ խոսել դա այն երևույթն է, որը շատ մի տհաճ եւ վատ բառով են ներկայացնում բառոնի Հայաստանում, դա ժեխն է։ Այսինքն Հայաստանում ում են ժեխանում, այն մարդիկ, որոնք սոցիալական վատ պայմանների մեջ են գտնում, որոնք տարիներով կեղեքված են եղել կամ իրենք համարում են, որ անարդարորեն կեղեքվել են, եւ իրենք այդ սոցիալական ռևանշի եւ պատժի ցանկություն ունեն եւ միշտ իրենք աջակցում են գործող պոպուլիստին, որը այսօր վարչապետը, որը իրենց օգտագործում է եւ այդ էմոցիաների վրա խաղում է։ Ֆրանսիայում դրանք սանկյուլոտներն էին, որոնք բառը նշանակում է առանց կյուլոտների, այսինքն արիստոկրատները կարճ շարվարներ են հագնում, ներքևից գուլպաներ իսկ ցածր խավը ինքը երկար շարվարներ էր հագնում, այսինքն սանկյուլոտ չուներ, այսինքն առանց սանկյուլոտների։ Եվ սանկյուլոտները միշտ այդ տերորները, երբ որ լինում էր, իրենք միշտ այդ տերորի կողմնակիցներն են լինում եւ փողոցային զանգվածներ, որը պահանջում էր, որպեսզի ավելի շատ մարդկանց պատժեն եւ Ռոբեսպերի տերորի ժամանակ սանկյուլոտները այն փողոցի զանգվածներ, որի վրա հենվում էր Ռոբեսպերը։ Մյուս հետաքրքիր անալոգիան դա վերաբերում է տերոր հասկացողությանը։ Ուրեմն տերորը այն իմաստով, ինչպես հիմա օգտագործվում է, դա ֆրանսիական հեղափոխությունից հետո է մտել կյանք եւ քաղաքագիտության մեջ որպես երևույթ։ Տերորը լատիներենից նշանակում է վախ եւ սարսափ։ Մեզ բոլորիս ծանոթ է կարմիր տերոր եւ սպիտակ տերոր արտահայտությունները, որը մենք գիտենք ռուսական հեղափոխությունից հետո 1917 թվականին, երբ որ սպիտակները տերոր են անում բոլշևիկներին կամ հեղափոխականներին, որից հետո լինում է պատասխան տերորը, կարմիր տերորը արդեն նախկին ռեժիմի կողմնակիցներին համապատասխանաբար առանց դատի դատաստանի պատժում են եւ մահապատիժներ են լինում եւ հազարավոր, տասնյակ հազարավոր զոհեր են լինում Ռուսաստանում։ Սակայն կարմիր եւ սպիտակ տերոր հասկացողությունները նույնպես ֆրանսիական հեղափոխությունից են գալի, որտեղ կոմունան, այսինքն Ռոբեսպերի յակոբինականները կարմիր դրոշով են հանդես գալի եւ 1793-ից 94 թվականները միայն գիլյոտինից մոտ 17000 մարդ է գլխատվում, իսկ Ֆրանսիայի շրջաններում տարբեր գնահատմամբ մինչև 10000, այսինքն 27000 շատ կարճ ժամանակում, չնայած կան գնահատականներ, որ իրականում ավելի շատ է եղել։ Եվ դա կոչվում էր կարմիր տերոր եւ նույնպես սպիտակ տերոր հասկացողությունը կա,
որը սկսվեց Ֆրանսիայում 94 թվականին, երբ որ Ռոբեսպիերին արդեն ուղարկեցին գիլյոտին, եւ սկսվեց սպիտակ տերորը, եւ սպիտակ տերորը դա այն մեղմ արդեն իշխանությունը, որը ոչ ծայրահեղ հեղափոխական էր, ոչ էլ ծայրահեղ հակա ռոյալիստական, այսինքն թագավորի կողմնակիցների, իրենք երկուսի դեմ էլ տերոր էին օգտագործում եւ դա կոչվեց սպիտակ տերոր, այսինքն կարմիր տերորին պատասխանեցին սպիտակ տերոր։ Մենք արդեն խոսեցինք ռուսական հեղափոխության ժամանակ կարմիր եւ սպիտակ տերոր հասկացողությունների մասին, նույնպես կարմիր եւ սպիտակ տերոր եղել է Իսպանիայում 1930-ական թվականներին, այսինքն կարմիր տերորը անում են հեղափոխական ուժերը նախկին ուժերի նկատմամբ, նախկին ռեժիմի կողմնակիցների դեմ, իսկ սպիտակ տերորը դա պահպանողական ուժերի պատասխանն է հեղափոխական ուժերին, այսինքն սպիտակ տերոր։ Այս առումով առաջանում է հարց, իհարկե 2018 թվականից հետո Հայաստանում գիլյոտինի վրա 17000 մարդ չի գլխատվել, սպանություններ տեղի չեն ունեցել, բայց այնուամենայնիվ տերորը որպես վախ եւ սարսափ տարածող երևույթ իրոք Հայաստանում եղել է այն դագաղները, որ կար, այդ ձերբակալությունները, որը մինչև հիմա շարունակվում է, ով որ ասենք այս իշխանության դեմ ինչ որ քայլեր անում, ձերբակալում են, կամ այն լոզունգը, որ 18 թվականից հետո հնչող, որ ժողովուրդն է որոշում, թե դատարանները ինչ որոշում պետք է ընդունեն, ժողովուրդն է որոշում, որ սահմանադրական դատարանում ովքեր պետք է լինեն, ժողովուրդն է որոշում, որ դատավորներին եւ որ փաստաբաններին պետք է ծեծել։ Այսինքն սա ինչ որ առումով տերոր է, եւ սա կարող ենք համարել կարմիր տերոր եւ կարմիր տերորի խորհրդանիշներ նաեւ, երբ որ այս գործող վարչապետը մուրճը ձեռքին ինքը սպառնում էր, որ այս մուրճով ինքը բոլորին պատժելու է։ Եվ նաև դրա պատասխանը կար արդեն սպիտակ տերորի ժամանակ, երբ որ 1794 թվականին Ֆրանսիայում սկսվեց սպիտակ տերորը, այնտեղ հայտնվեցին կազմակերպված երիտասարդներ, որոնց աջակցում էր արդեն նոր իշխանությունը, մյուսկադեններ էին կոչվում, տարբեր գնահատմամբ նրանց թիվը մոտ 3000 էր, որոնք կազմակերպված ձևով պատժում էին եւ նախկին իշխանության ներկայացուցիչներին, ռոյալիստներին եւ սանկյուլոտներին եւ 2-3 տարվա ընթացքում այդ միջին խավի ներկայացուցիչ երիտասարդները կարողացան իրավիճակը փոխել եւ հանգստացնել եւ իրենց ձեռքերին գտնվում են փայտեր, իրենք փողոցներում փայտերով էին քայլում եւ այդ փայտերը կոչվում են կոնստիտուցիա, սահմանադրություն, այսինքն սահմանադրությամբ այդ ով որ առաջ մուրճով էր, պայմանական ասած իրենց պատժում, իրենք այդ փայտերով պատժում էին արդեն հեղափոխական ուժերին եւ այստեղ եթե մենք փորձենք էլի նմանություններ գտնել, ես կարծում եմ դեռևս շուտ են այդ նմանություններ գտնելը, բայց հեղափոխական տրամաբանությունից եւ օրինաչափություններից ելնելով հնարավոր է Հայաստանում նույնպես նման խմբեր լինեն ըստ տրամաբանության, որոնք սահմանադրությունը ձեռքերին փորձեն պատժել նախկին հեղափոխականներին։ Եվ հիմա գանք ամենակարևոր եզրակացությանը, թե ինչ կարող է լինել Հայաստանում հաշվի առնելով այս նախկին օրինաչափությունները, որովհետև Ֆրանսիայում երբ որ տերորը եղավ, կարմիր տերորը, հաջորդ իշխանությունը, որը եկավ, ինքը արդեն ավելի մեղմ էր եւ ինքը փորձում էր միջին դիր գրավել եւ նախկինների եւ ներկաների նկատմամբ եւ համարում են, որ այո, ֆրանսիական հեղափոխությունը շատ ճիշտ արժեքային համակարգ էր բերել հավասարություն, եղբայրություն, ազատություն, որը իմիջիալոց Ռոբեսպիերի տերմինն էր, ֆրանսիական գվարդիայի ստեղծման ժամանակ ինքը հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով առաջինը այդ կարգախոսը առաջ է տարել եւ սակայն կային ծայրահեղություններ եւ այդ ծայրահեղությունները պետք է ուղղել, այսինքն եթե հիմիկվա լեզվով ասած, ոչ նախկին, ոչ ներկա, այլ ինչ-որ երրորդ ապագա։ Եվ այդ երրորդ տարբերակը դա արդեն հետագայում Նապոլեոնն էր,
որը եւ հեղափոխական արժեքներն էր ընդունում եւ համարում էր, որ այդ տերորը պետք է կանգնացվի եւ ինքը կանգնեցրեց, եկեղեցու հետ հարաբերությունները նորմալիզացվեց, նախկին իշխանության ներկայացուցիչներին շատերը վերադարձան երկիր, սեփականության իրավունքը սկսեց պաշտպանվել եւ Նապոլեոնը իր սահմանադրությունը արդեն գրեց, որը ներկայիս Ֆրանսիայի սահմանադրության հիմքն է։ Նույնը ռուսական հեղափոխության ժամանակ ըստ էության տեղի ունեցավ, երբ որ սպիտակ տերոր, հետո կարմիր տերոր, հետո արդեն 1936-37 թվականների դաժանագույն ռեպրեսիաները, որոնք եղան եւ 100,000-ավոր մարդիկ պատժվեցին, գուլագներում հայտնվեցին եւ այլն, բայց պատժվում էին նաեւ այդ նախկին կոմունիստները, որոնք ծայրահեղականներ էին եւ երկիրը բերեց որոշակի պահպանողական ուղու վրա, ես չեմ ասում դա լավ էր, թե վատ էր, ես ասում եմ կար նման օրինաչափություն։ Մենք օրինակներ բերեցինք նախորդ հեղափոխություններից, բայց բնականաբար ժամանակ առաջ է շարժվում, պատմության անիվը պատտվում է եւ նախկինի նմանությունները նույնատիպ ձևով կրկնել հնարավոր չի, բայց կան օրինաչափություններ եւ օրինաչափություններից ելնելով մենք կարող ենք ասել, որ վերադարձ նախկինին մինչեւ 2018 թվականին ոչ մի պարագայում հնարավոր չէ, որտեղ 18 թվականին անկախ նրանից դավադրություններ թե դավադրություններ չէր, ժողովուրդը դուրս էր եկել եւ ինքը ուզում էր փոփոխություններ եւ մենք պետք է գնահատենք ինչն էր սխալ մինչեւ 2018 թվականը կամ այս 30 տարիների ընթացքում ինչու մարդիկ փողոց դուրս եկան եւ դրանից առաջ նույնպես փողոց էին դուրս գալի 2008 թվականին, 1996 թվականին եւ այդ փոփոխությունները մենք պետք է ֆիքսենք, որն էր սխալը եւ ինչ պետք է փոխվի։ Ապագայի հնարավորություն չունեն եւ վերարտադրվելու նաեւ այսօրվա իշխանությունները, որոնք ծայրագույն դժբախտություններ բերեցին մեր երկրին եւ իրենց այս մտածողությունը եւ քաղաքականությունը չի կարող շարունակվել։ Բնականաբար պետք է գա մի իշխանություն, որը եւ 2018 թվականից առաջ տեղի ունեցող դեպքերը գնահատի եւ ճիշտ գնահատի այս իշխանության դժբախտությունները, բերած դժբախտությունները եւ դրանց պատճառները եւ այդ մտածողությունը, որը հանգեցրեց դրան, եւ բնականաբար նաեւ փոխի իր վերաբերմունքը կարևորագույն ինստիտուտների նկատմամբ, նաեւ եկեղեցու եւ նաեւ բնականաբար դա պետք է լինի ավելի մեղմ, ավելի կայուն եւ ավելի պահպանողական մի իշխանություն, որը աշխարհում այսօր տեղի ունեցող գործընթացների հետ պետք է լինի համահունչ, այլ կերպ հնարավոր չէ։